Գնունի շուկայում դատարկություն է, գնորդներ չկան, մի կողմից 20 տարվա ապրանքը չի վաճառվում, մյուս կողմից էլ եկամտահարկն է 5%-ից դառնում 10%։ Բացի եկամտահարկը վաճառականների համար կան նաև այլ անակնկալներ, որոնցից մեկն օրինակ նոր ՀԴՄ սարքերի գնումն է ապրիլի 1-ից։ Արևմուր Գնունի շուկայում խոսել է վաճառականների հետ եկամտահարկի եւ այլ թեմաների շուրջ։ Ուրեմն մենք շատ դժգոհ ենք այս կառավարությունից, ահա որ շատ որովհետև դրած ոնց ասում գեղավարի ասած թոկը գցած օրը մի սանտի ձգում մինչև ուր դի ձգի ես չեմ կարող հասկանամ ամոթ է էլի ասենք մի քիչ մարդ եղեք մի քիչ մորցից կերեք կերած գոնե մեկը դուրս գա ասի հա էլի այս մարդիկ աշխատավոր ժողովուրդ են այս մեր վաճառածը ընդամենը աթխոդներ են թափոնից մենք ապրանք ենք սարքում, կարելի ասել, վերանորոգում, հեսա խնդրեմ, իմ ձեռս դեմս դրած, լվում եմ, լվանում եմ, փոխում եմ, մաքրում եմ, սարքում եմ, այսինքն ես կարելի ասել արտադրում եմ, դուք ուզում եք խթանեք միջին բիզնեսը, սենց եք խթանում, օրը մի մարդ չի գալի, ասախվիր, խես վերին ջեստե, գրողի չես տանի, օրերով սպտա չենք անում, գալի ասում է կասվի ապարատող չես չեք խպում, որ մարդ առևտուր չանում, առևտուր առող չկա, ես ինչից խպեմ չեք, իմ գործարկը հիմնականում փոխանցումներա հիմնարկների հետ կապված, անհատը ինձանից ինչ առնի, հետո, յանի 5% շատ են կարնտանք, սարճեցին 10%, 10%-ը էդի ահավոր թիվա, եթե իրանք գան մի հատ ասենք մեր աշխատելա ոճը նայեն, ձևը նայեն, իրանք կհասկանան, որ չերես չուր է իրոք։ Ես ամենայն ազնվությամբ ասեմ, եթե մինչև հունիս ամիսը ձգեմ, ասենք եղանակները քանի տակա, մի կերպ կձգեմ, նրանց հետո շատ հնարավոր է, որ փակվեմ, քանի որ այս է կողքից հարևանը, այս է փակի գնացել ընդամենը նոյեմբերի 1-ով ինքը փակեց։ Հարկերի պատճառով է գնացել։ Հա, դե չէր կարում տեղի փողաներ դաժե։ Ասենք ամիսը քիչ փող չի, 135,000, ստեղ ենք տալի 60-70 հազար հարկ ենք տալի, են նախկիններից են բողոքում, նախկինները գալիս ասում էր ախպեջը ինչքան հնարավորություն ունես 15,000, 20,000 խոսքի, էլի աս տեղավորվում են մարդիկ, իսկ հիմի դրա խեղտում ախպեր ջան, տուր, արեք հակի շորել հանեմ տամ ձեզ պրծնեմ ձեզնից։ Ես բոլոր դեպքերում ազգային ժողովից եմ դժգոհ, մի հատ ընդդիմություն չունենք այսօր հասարակ բան ընդդիմություն, կառավարությունը առանց ընդդիմության իրավունք չունի գործելու, սաղ իմ փադիկ տները խրդեք, մի հատ խելքի գլխին մարդ չկա մեջները, ամենքը լրիվ իրանց գրպանի մասին են մտածում, իրանց աթոռի մասին են մտածում, այս ընտրություն է, հելը գնացել լեննական, հնչ ես գնացել լեննական, դու 1000 հարց ունես լուծել, դու քո ապահովության հարցերը լուծի։ Իսկ իրականացվող բողոքի ակցիաները այս թեմայով, ըստ ձեզ ինչ-որ բան կփոխեն։ Սադան ժողովուրդը միահամուռ չի, վախեցած է ժողովուրդը, մեկը խոսում մյուսը բերանը փակ բարած, մեկը կընտնից կտանեն կհնեն վարի կտան։ Մարդիկ վախեցած են, չեն կարող խոսան։ Ես ասում փառք, ես իմ կյանքը տեսել եմ, իմ ամեն ինչ արել եմ, ինչ որ պետք էր ինձ։ Ես ոչ մի բան չունեմ վախենալու, ես էլ որ խոսում, էլի ժողովրդի համար եմ խոսում, այնքան իմ համար չի իշկա, որ ժողովրդի։ Ես այսքան բանը կարամ ասեմ, ես շատ դժգոհ եմ կառավարությունից, ուրիշ բան չեմ ուզում ասել, всё, վերջացրեց ես իմ թեման։ Իսկ ինչ քայլեր եք պատրաստում դիմել։ Ես ասում եմ, լավ։ Փակվելը։ Չէ, դե ուրիշ ինչ քայլ։ Ասենք եթե հնարավորություն չունեցա ինձ պահելու, պետք է վաղը միսօր էսի չարեցի, գողություն պետք է անեմ, ուրիշ ինչ կարամ անեմ։ Են մենք ենք մեր սարերի մեջ ասում որ 3 անգամ հաց եք տալի, բա 2 անգամ շապատը լողացնում եք, են տունը էդ ենք անում, էլի յանի տունը օրը մեզ 3 անգամ հաց տալի։ Մի հատ առավոտ ենք զավտրկանը, մի հատ իրիկուն ուժին։ Էդ է մերը։ Ընդ բերտում երևի ավել լավ կլինի, չգիտեմ, ընթացքը ցույց կտա։ Ուրիշ քայլ ես ոչ չեմ կարող ասեմ գտնեմ տերորիզմով կզբաղվեմ կամ ես ինչ կանեմ։ Ինչ է սա։ Այդքան բան։ Բողոքի ակցիաների հետ կապված ինչ որ բաներ, քայլեր, ցույցեր պատրաստում եք անել կրկին։ Դե եկել եմ ամեն հավաքների էլ եկել եմ, միշտ էլ ցույցերին մասնակցել եմ, ընդեղ էլ եմ ելույթ ունեցել, բայց դե սա էլ տեղը չի շարժվում։ Ինչն է փոխվել։ Դիմում ենք ուղարկել են ֆինանսների նախարարություն։ Պատասխանել են։ Շաբաթը մեկ խոսում եմ, ասում հələ կպատասխանենք։
Բայց սպասում եք ինչ-որ դրական պատասխանի։ Դրական են կլինի, եթե գան ստա տեղում նայեն։ Եթե առեն համարում չեն գալի, չեմ կարծում, որ որևէ դրական բան փոխվի։ Էլ եմ ասում, ես շուկան այդ բանը չի, որ իրանք դրե ոնց ասեմ, ասենք ոսր կոշկակարին եւ փինաչուն դնեն նույն ձևով հարկեն։ Ասենք ինձ ընդհանրակս պետք է 1% հարկեին, ոչ թե 5%, ու պրիտոմ սարքերն 10%, անը դրեն սառեցրել ենք, բայց ոչ մի սառեցում էլ չկա, 10%-ով էլ հարկում են։ Այդքան բան։